Մայիսի 28-ին Լաչինում տեղի ունեցել նոր օդանավակայանի բացման արարողություն։ Սա արդեն երրորդ օդանավակայանն է, որը բացում է Արցախը օկուպացնելուց հետո։ Մեկ եղել է Ֆիզուլիում, մեկ եղել է Կովսականում, Զանգելանում, սա էր երրորդը Լաչինում։ Չեմ հաշվում Ստեփանակերտի օդանավակայանը, որը կառուցվել է մեր իշխանությունների կողմից մինչև պատերազմ։ Այսինքն այս պահին Արցախում կա այլևս 4 օդանավակայան։ Պարզ է, չէ, որ ոչ մի քաղաք ադրբեջանցի, ասենք քաղաքացիական անձ, չի մտնում տոմս առնի, էթա օդանավակայան վեշերը տա բագաժ, նստի սամալյոտ, boarding pass-ով, էթա, ասենք, իշնի Լաչինի այրոպորտ, կամ Ֆիզուլի, տես բան չի ելե, չի կարալ լինի տես բան։ Ու որ այտենց խտությամբ էլ ամեն պարզ է, չէ, որ Թուրքիայում մեծ երկիր է, մեծ քաղաքներ կան, այնտեղ կլինեն հարյուրավոր օդանավակայաններ։ Էրդողանը դրանցից ոչ մեկի բացման չի մասնակցել, չէ։ Բայց այս 3-ի բացմանն է մասնակցել է։ Թուրքիայի նախագահը գնացել է Լաչինում օդանավակայանի բացման, հետն էլ եկել է Պակիստանի վարչապետ, Պակիստան, որ հիմա Հնդկաստանի հետ պատերազմի մեջ է, իր երկրի պատերազմը թողել է, եկեք գնացել Լաչին։ Ու այս օրերին ինչ անում է տականքը։ Ու ասենք, այս տականքը այս օրերին գնացել ինչով է զբաղված։ Հարձակվել է մեր եկեղեցու վրա։ Ասենք պարզ է, չէ, որ սրանք այս ուժեր, այդ օդանավականները, դրանք ռազմական օդանավականներ են։ Այսինքն արտաքին տեսքից մի հատ էլ քաղաքացիական տերմինալ են սարքում, որ մեկին թվա թե դա քաղաքացիական է, չգիտեմ, ծառ կա, նստարան կա, նստանի վրա մարդ չի նստել, չի նստելու։ Այդ ընդամենը ատմասկանա, որ այդ օդանավականը, ռազմական օդանավականը, որը ընդեղից օդանավը բարձրանալի է, բաց ամբողջունիկ Իսրայելին, Թուրքիային, Իրանին խփել, այո, Հայաստանին։ Ու այս բանն էլ այս ընթացքում է կրակում են Սյունիքի վարձի բնակավայրերի վրա։ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածում, ասում է Ադրբեջանին ասել են որ միայն հետաքննություն անի, պարզի թե ով է կրակի։ Ասեք, հազար ներողություն էլի, անասում, ով պիտի կրակած լինի։ Այսինքն, ինչ հետաքննություն պիտի պարզվի։ Լրագրողներն էլ հարցնում են Պապիկյանին, ասում են, պարզեցին ադրբեջանցիները, հետաքննություն արեցին, ով էր կրակե։ Եմ մատ են իրային անմեղսունակ դեմքի արտահայտությունը, դրանց մատ է ֆինանսների նախարարն ունի։ Իրանք ասում են, որ իրանք չեն։ Ասենք, պատասխանեց հարցին։ Բա ով էր։ Ասենք, բա ով է կրակե, շվեդները։ Ասենք, Կանադայից են կրակե խոզնավարի բնակելի տան ուղղությամբ։ Եթե ադրբեջանցիները չեն։ Բա ով է, այսինքն դու քննարկելու հարց ունես։ Նախ մեր բնակավայրերի վրա կրակում են, զուգահեռ շիշ բռնողը մի հատ օրենք հատարը, որ ասում է համ փող տվեք, համ բանակ մի եկեք, այսինքն որ համ բանակը վերանա, համ էլ իրանք լափելու նոր միջոց ժողովրդին թալանելու նոր հնարավորություն է։ Զուգահեռ բանակը վերացնում են, թուրքերն դեկան, իրանք էլ այս սաղդարտը թողել է, հարձակվել է, եկե ասում է, օ, մենք պիտի սրբա դու ինչ գործ ունես եկեղեցականների հետ։ Ինչ եկեղեցին քեզ ենթակա է, ինչ է։ Դու ուզում ես մարդ գործից հանես, հենա ամբողջ կառավարությունը գնա հանի։ Քեզ արագ, քո պաշտոնավարման հարցը համարում ես լուծված, կառավարության ծրագիրը չես կատարել, ոչ մի խոստում չես կատարել, քո գործը չես անում, գնացել ես մտածում ես, թե ով լինի եպիսկոպոս, ով լինի կաթողիկոս։ Դու քո դարդը արդեն համարում ես, սա հարցերը լուծել ես, գնացել ես, զբաղվում ես, թե եպիսկոպոսը լավն է, թե վատն է։ Այսինքն քո նախարարները լավ, Պապիկյանը շատ լավ նախարար է, չնայած Ազատ գյուղի կացարանում, խաղաղ պայմաններում, զինվորականները ամբողջ ջոկատով մահանում են, դրա համար ոչ մի պատասխանատվություն կրող չկա, Սուրմալույում, առևտրի կենտրոնում մարդը գնացել իր ընտանիքով առևտուր անելու, ամբողջ ընտանիքով փոշին է մնացել։ Դրա համար ոչ մի պաշտոնյա, ոչ մի ներքին գործերի նախարար, ոչ մի արտակարգ իրավիճակների նախարար, ոչ մի քաղաքապետ, ոչ մեկ պատասխանատվություն չի կրել, ոչ մի ԱՑ տնօրեն։
Եվ որ բոլորը ֆունկցիաներ ունեն անվտանգություն ապահովելու։ Եվ որ քաղաքի կենտրոնում ամենամեծ տոնավաճառի տարածքում դրածա 4 տոննա պայթուցիկ նյութ։ Եվ որ մի հատ լուցկի ներմուծումը վերահսկվում է երկրի կողմից, թե ոնց ներմուծվեց, որտե պահին։ Ոչ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում, դրանք լավն են, կմնան, բայց այ եպիսկոպոսները կարող են դրանց միտքը ծուռայել են։ Պիտի հարձակվենք դրանց վրա, քույր գործն է։ Աղանդավորներ ես, կրոնական ազատություններ ես անում, գնա Եհովայի վկաների կազմակերպություններում, տես դրանց հոգևոր առաջնորդները լավն են, վատն են, իսկի քննարկել ես դու։ Դրանցով գնաց զբաղվի, տենամ կթողնեն, որ դու դրանցով զբաղվես։ Բռնենք կրտեն ճամփեն։ Ուրեմն գնացել է Սարդարապատ։ Պարտության խորհրդանիշը գնացել կանգնել է մեր հաղթանակի բանում ու ինչ է ասում։ Ասում է խորհրդային միությունը միության գոյության գրեթե ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու առհամարանքի առարկա դարձավ։ Կայսրությունը դրանով նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել առաջին հանրապետությունը։ Այս 29000-ը ով է նվիրել հայ ժողովրդին։ Ոնց է եղել։ Ուրեմն, էդի գիտես որտեղ ասում։ Հեսա քաստեմ 29000-ին։ Այդ գիտես որտեղ ասում այդ ելույթը, որ խորհրդային միությունը բղծել է բան արել, թիրախավորել առաջան։ Խորհրդային միության կողմից կառուցված հուշահամալիրում։ Այդ Սարդարապատի հուշահամալիրը իր հեր ովան չի կառուցել։ Ոչ էլ ասենք թե քաղաքաշինական կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլայանը չի կառուցել։ Ոչ էլ Ֆելիքս Ցոլակյանը։ Ոչ էլ Ֆելիքս Ցոլակյանը։ Էդի կառուցվել է խորհրդային իշխանության ու խորհրդային իշխանության ժամանակ Կարեն Դեմիրճյանը հասել է դրան, որ Իլամի Հեյդար եկե մեջքով կանգնել է Թուրքիային դեմքով դեպի Հայաստանը այդ հուշահամալիրում։ Այդ որ ժամանակ էր։ Երբ էր խորհրդային։ Խորհրդային միության ժամանակ։ Հիմա ենք ասում են խորհրդային միությունը սենց է վերաբերվել այդ հանրապետությանը։ Այնտեղ ուրիշ բաներ ասում է 29700 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածություն։ Մի հատ խնդրում եմ, ասել ես, չէ՞, մի հատ միջազգային կազմակերպության անուն, որ Հայաստանի տարածքը չափել է, հաշվել է, տեսել է 29743 է։ 745-ի։ 743 է։ Այդ չափողը մի հատ ուզում եմ իմանալ մեն իրա գեոդեզիական սարքերը, փետը, որ չափումը ոնց ասենք, մեր հողամասը որ ուզում են կադաստրի վկայել, մեկը գալի փետը բռնում է, մեկը դնում է, չափում է, չէ, կոորդինատները ֆիքսում են, չափում են, ասում են, էսի քառակուսի մետրով ասում։ Չէ, որտեղ է 29000-ը կա։ Չկա տես բան։ Ընդամենը էս ինչի համար ասում, որ ասի Ղարաբաղ չկա, ախպեր։ Էս լավ չկա, բայց ասեք հայ ժողովրդը էլ չկա, էս էլ է տվել, ցանցել է, գիտեք իշքան։ Ու էս ասողը 1040 կիլոմետր 5 տարի առաջ այդ իրանք են ասել որ տվել են։ 5 տարի առաջ գնացել էր Ստեփանակերտի վերածննդի հրապարակում, ասում, հա։ Էս մեր հայրենիքն է, էս մեր Հայաստանն է, 20 թվին Հիմա սրբապիղծը դու ես, թե չգիտեմ։ Հիմա կարա ես Չէ, իրան ինչ ասում ասեք։ Հիմա սրբապիղծը դու ես, հիմա քեզ են դոմփը ինչ են արել, ասա։ Ով կան։ Քեզ չգիտեմ ինչ են արել։ Ոչ մեկ չեն։ Չէ, ու վերցրել են, չէ, ձերքից այդ ինչու, որտեվ դու ես, չէ, գնացել կանգնել, ասել ես եմ գլխավոր հրամանատարը, գնացել կանգնել ինչ ասել Արցախում։ Ինչ ասել։ Այս Արցախ Հայաստանն է։ Արցախը Հայաստանն է։ Հիմա դու սրբապիղծ ես, թե չէ, սրիկատական ես, ստախոս ես։ Հիմա եթե դու կանգնում ես, հանձնվող ես, պարտվող ես, դոմփվող ես, չգիտեմ ինչ ես, պիղծ ես, ինչ ես, ասա։ Գրի, այսօր մեկը պարապեք, երկու բոմժով նստած իրար պաստվելով գրի։ Գրի, որ մեկն ես դու։ Գրի 20 թվի Բա վերջում էլ ասում եմ հիմա սենց Հայաստան չի եղել ասում եմ մենք երբեք այդ կանենք երբեք սենց բան չի եղել Թուրքերը կրակում են մեր երկրի վրա մեր տները ավիրում են ձեն չեն կարող անենք էդիկ իշխանության դրսևորում չգիտենք 1 միլիոն ադրբեջանցի որ գրողի ծոցնա բերում լցնի Սյունիքը որ պահինա տալիս
Երկիրը դատարկված, կոռուպցիայի տակ, իր օլիգարխները ցկցկում են, ծպծպում են, նարկոտիկի տակ, խաղատների տակ երկիրը պայթում է, մարդիկ փախչում են, արտագաղթը սարսափելի հաճում է։ Ասում եմ, սենց Հայաստան չի եղել, այսպիսի երկիր չի եղել, թանկացումները չգիտեմ ինչ, թոշակառուները սովի մա։ Ժողովրդին թալանում, հարկերը բարձրացել են։ Իք ամբողջովին նույն բանը ասում է, չթալանում են, տանում են, ծեփում են, բերում են, ինչ եմ անում։ Բերում եմ, հատիկ եմ բերում, կոպեկ, ինչ էր ասում։ Ոնց մարդկանց ուղեղները կերավ։ Հիմա էլ աուտում։ Հիմա ինքը հասկացել է, որ դա է, հեսա մարդկանց ուղեղը նստել է ու ասում է։ Մեկ որտեղ մեկը չկասի, տո սրբապիղցնել ես դու, տո այն դեյով եսի ինչ արվողնել ես դու, քեզ անողնել են, չգիտեմ։ Այդպես աշնար բառեր օգտագործել, որ չէր կարողանում իրան փոխանցի ասի էտա։ Կամ այդ ինչ բառեր է, այդ որտեղից է գտնում այդ բառերը։ Ինչ այլանդակություն է։ Էդ հələ հանրային խոսքում։ Ասենք երբ որ տուն ասում, մեր տան խոսքն ենք անել մեդան։ Տոնը Այսինքն իրանք իրար ասում են, եսի ինչ։ Չէ, տուն ավելի խայտարակ։ Ասես տան խոսքն ենք անում։ Տուն ավելի մարդը հանրային խոսքի հանդեպ ունենում է որոշակի պատասխանատվություն, առավել եւս պետական բարձր։ Դրանց են կողմը։ Դեռ պարզ չի դրանք մարդու կնիկ իրար հետ ոնց են խոսում։ Հատկապես կնիկը իր հետ։